Արի գնանք բան գալու Շանհայ այս անգամ։ Հիմա ես գնում եմ տաքսիով գնում եմ երկաթգծի կայարան եւ հետո մեկնելու եմ Շանհայ։ Արի գնանք բան գալու այս անգամ Շանհայ։ Իմանն է Մերիլինը։ Այսօր գնում եմ Հուանշան քաղաքից դեպի Շանհայ։ 413 կիլոմետր է ու մենք գնալու ենք 2 ժամ 40 քանի րոպե։ Այս մեկը նկարահանում է նրա համար, որ ցույց տամ ձեզ բիզնես դասի նստատեղերը։ Այս անգամ վերցրել եմ բիզնես դաս։ Ուրեմն ամենավերջի վագոնն է, ամենավերջի նստարաններն է, ընդամենը 6 նստատեղ է, կողքս մարդկան հարմար է, հետո կնկարեմ նստատեղերը, այսենց տեսք ունի, այսինքն սա էլ արագընթաց գնաց կա, տեսնենք ոնց է գնալու, ոնց է ընթանալու։ Հիմա ցույց տամ տարբերությունը, այս առաջի դասն է, առաջի դասի վագոնն է, իսկ հիմա ամենավերջում է, այս անգամ բիզնես դասի նստարան եմ վերցրել, որ տեսնենք տարբերությունը ինչումն է։ Այստեղ իհարկե ավելի հարմարավետ է, 6 տեղանոց տեղ է, ու մենք նստած ենք ընդամենը 3-ով։ Չնկարահանեցի կայարանի ղժբժը, որովհետև վազելով պետք է անցնի, ուրեմն սկզբից տաքսիից իջա իրերի ստուգում էր, հետո իրերից վազեցի անձնագրերի ստուգում, անձնագրերի ստուգումից հետո պետք է վազեի վագոնին, որտեղ վագոնը ամենավերջինն էր, պլատֆորմից ենքոն պետք է վազելով պետք է գնայի։ Ոնց որ ասացի, ամենտեղ անձնագրային ստուգումներ ա գնում, ու ես ինտերնետից եմ առել, էլեկտրոնային տոմս եմ առել, ու ոչ մի թղթային տոմսի կարիք չկա, ինտերնետից առնում ես անձնագրով, ու որ անձնագրով որ առել ես, այն անձնագիրը պետք է ունենաս, չի ես տալիս ընդամենը անձնագիրը, դու անցնում ես, իսկ տեղացիները, չինացիները նույնիսկ դրա կարիքն էլ չունեն, որովհետև ամենտեղ էկրանա դրած, face control-ի, իրանք իրանց դեմքերը իդենտիֆիկացնում են, ու ոչ տոմս են ցույց տալի, ոչ անձնագիր, ոչ մի բան, բայց ավելի լավ է, որ իհարկե, եթե ամենտեղ դեռ չկա այդ face control-ը, ու իրանք միշտ պահում են իրանց մոտ իրանց ID քարտերը։ Ասել եմ, ուրիշ հոլովակների մեջ ասել եմ, ու էլի պետք է ասեմ, ուրեմն միշտ պետք է ունենաք ձեզ մոտ ձեր հայկական անձնագիրը և ID քարտն էլ կարելի է օգտագործել, ուրեմն փորձեք, եթե ID քարտը կանցնի տոմս առնելուց, ուրեմն ID քարտ կարող եք ցույց տալ ու անցնել։ Քանի որ նոր են բացել Չինաստանի տարածքը Հայաստանի քաղաքացիների համար, դեռ այդքան շատ բան պարզ չի, թե ոնց են անում, ինչ են անում, իմ ID-ն ինչ-որ տեղեր անցավ, բայց չգիտեմ, նոր էր նայեցին, զարմացան, այս կողմ եկում շուրտվեցին, հետո առաջ նայեցին ու ինձ բաց թողեցին, բայց ավելի լավ կլինի միշտ անձնագիրն էլ ձեզ մոտ ունենաք։ Կանգնած են կայարանում, հաջորդ գծին, կողքի գծի վրա, նույնպես կանգնած է արագընթաց գնացք։ Այստեղից ավելի լավ է երևում։ 车人即将关闭，请注意安全。Attention please, the door is closed. Այս գնացքները որդերի նման են, իսկական։ Ուրեմն, այս արագընթաց գնացքների համար առանձին կայարաններ են սարքում, առանձին գծեր են սարքում, որտեղ որ սրանք են գալիս, այն մյուս տեսակի գնացքները չեն գալիս։
列车，本次列车全列静音，下一站杭州东站。Welcome aboard the CRH train. Smoking is strictly forbidden on this train. Next stop is Hangzhou Dong Station. Երևի ես էլ ամենահարագ ընթաց գնացքը չի, որովհետև էլի մի քանի տեղ կաննելու է։ Ուրեմն ժամանեցինք Շանհայ։ Սա շատ հետաքրքիր է, ուրեմն երկաթգծի կայարանը ու օդանավակայանը համատեղված է, կողք կողքի է։ Ամենտեղ հետաքրքիր գրված էր, հիմա պետք է գտնել ելքը, ոնց է պետք դուրս գալ այստեղից։ Վայ, հսկայական տեղ է, տես։ Ընդհանուր առմամբ ամեն ինչ պարզ է, եթե հասկանաս, ուրեմն տես։ Բոլոր տաբլոների վրա այդպես այստեղ ռեյսի գնացքի համարն է գրված այստեղ ժամը եւ որ տերմինալից որտեղից է գնում նայում ես քո գնացքի համարին ու գտնում ես որտեղ է հետո անցնում ես անձնագրային ստուգում եւ մտնելուց եւ դուրս գալուց ամենտեղ գրանցում են հիմա գների մասին ուրեմն նախ եւ առաջ կա գնացքների տարբեր տեսակներ կան ամենաարագընթաց գնացքները կան այնքան էլ արագընթաց ոչ այնքան արագընթաց գնացքներ Եվ կան դանդաղաշարժ գնացքներ, ինչով են տարբերվում հնությամբ։ Ուրեմն ամենահին գնացքները շարժվում են իհարկե ավելի դանդաղ։ Ու նրանց գները շատ էժան են։ Ամենաարագ ընթացը պարզա որ ավելի թանկ են ու շարժվում են բնականաբար բոլորից արագ։ Մինչև 430 կմ/ժ արագություն կարող են բացել։ Հետո բոլոր գնացքների տեսակների մեջ կա գրադացիա կան առաջի, երկրորդ դասի եւ բիզնես դասի տեղեր բնականաբար բիզնես դասը ամենաթանկն է իսկ առաջի դասը Իսկ առաջի դասը ամենաքիչ հարմարավետն է։ Ուրեմն ես առաջի դասով չեմ ճանապարհորդել եմ երկրորդ դասով եւ բիզնես դասով։ Կասեի վերջին հաշվով նույն տեղն են գնում։ Հարմարությունները չի ասի, որ բիզնես դասում եսիմ ինչ հարմարություններ է։ Նույն ուղղությամբ գնում են, նենց չի որ բիզնես դաս առնում ես, ինչ որ ավելի արագ է գնում, կամ ավելի, չգիտեմ, ինչ ձևով է գնում, նույն գնացքն է, մի քիչ ավելի փափուկ, ու մի քիչ շատ ավելի փափուկ, այսպես տարբերություններ կա, և վերջ, այսօրվա ճանապարհորդությունը ավարտեցինք, շարունակելի, ճանապարհս գտա, ճիշտ ասած պետք է շատ հեռու ճանապարհով գնայի դուրս գայի, այն կողմերը հարցրեցի, ուրեմն պատկերացնում եք ինձ դուրս թողեցին այն դարպասներից, որտեղ որ ստուգում ա գնում, որտեղ որ
ընդունում են նո ներս են ընդունում օդանավակայան ու գնացք նստելու համար identity and security check իսկ ինձ հետևից այն կողմից թողեցին բա так հիմա ոնց պիտի դուրս գանք ստերել հասկանանք ոնց ենք դուրս գալիս Տաքսի, այս տաքսի, իջնում ենք ներքև, վերջ։ Ուրեմն, այս հսկայությունը համել 3 հարգանի է։ Так, նայում ենք, տաքսի, գրում ենք այն կողմ։ Դա, ներևում է, որ եկել ենք աշխարհի ամենամեծ քաղաքը։ Չինաստանը ամենաների երկիրը։ Ամեն ինչ էստեղ ամենամեծն է, ամենաերկարն է, ամենաբարձրն է։ Կամ էլ դրանցից մեկը։ Մի հատ էլ security check եղնենք, անցնենք։ Հնդրում ենք, որտեղից պետք է դուրս գանք, որ նստենք տաքսի։ Ասեց ոնց որ 14 է, եթե ինքը անգլերեն գիտի, իսկ ես անգլերեն հասկանում եմ։ Հենա, 12-ն է։ 12-ը ինքը ասեց 14-ն է, 14-ի վրա էլ է գրած տաքսի։ Որ ինչ տաքսի է, ինչ իմանամ։ Բա ոնց իմանանք, որ ինչ տաքսի է։ Так. Այստեղ մեստեղից կարելի է դուրս գալ։ Տաքսի։ Այսօր տաքսիները արդեն երևում են։ Լավ, վերջ, գնացինք, վերջ։ Այս իմ Շանհայի հյուրանոցի համարն է։ Սոքարան, ինչ են տվել այս պարագաները։ Մաքուր է։ Բոյով մեկ հայլի, քանի ուր է ինձ բոյով մեկ չէի տեսել, մազերս էլ բիզ-բիզ, օդի խոնավությունից մազերս բիզ-բիզ է կանգնել, ես ինչո, չգիտեմ ինչո, հատ էլ հելո, հետո քրքիրը, տեսնենք պատանից դուրս ինչ կա։ Վաղը լիալուսինա լինելու։ Լավ չի երևում լուսինը։ Ահա և Շանհայը, աշխարհի ամենամեծ քաղաքը։ Առավոտը ավելի լավ կնայենք։